Այսպիսի գյուղը երազգավոր սրային այն գյուղերից մեկն է, որտեղ կան բանջարանոցներ, կենտանիներ, ահա այստեղ այս բնակարանում կան հավիկներ, հավիկներ են պահում, սա նրանց գոմն է և այստեղ նրանք հավեր են պահում, ժամանակին նրանք նաև խոզեր էին պահում, այստեղ ժամանակին կինոթատրոնն էր, երազգավոր գյուղն է, սա նրանց բնակարանն է, մի քիչ մեծ թվում չէ, սա նրանց բանջարանոցն է, անհավատալի չէ, որ նրանք այսքան մեծ բանջարանոց ունեն, բայց դա ամենը մեկ ծառ են տնկել, դա անհավանական բան է, ես ձեզ ուզում եմ ասել, որ տարբեր գյուղեր, տարբեր բաներ են անում, օրինակ այս գյուղը, այս տանն է ապրում, ահա այս երկու երեխաները, նրանք երեխաներ են, ուղղակի այստեղ ինչ-որ բան են անում, այստեղ էլ մի փոքրիկ մաս կա բանջարանոցի, իսկ սա նրանց տունն է, այստեղ են ապրում, ահա նա չի ապրում ուղղակի այստեղ է եկել, մեր հյուրասենյակը այստեղ էր, իսկ սա ննջասենյակներ 4 հատ, այսպիսի հետաքրքիր տուն, ևս մեկ հետաքրքիր տուն երազգավոր սրահ, իսկ այստեղ տան մյուս կողմը, այստեղ նույնպես հավեր կան, ահա այնտեղ աղբյուրն է, սա երեխա է, խաղում իրենց համար, սա պապիկն է խաղում իրար, սա պատվարն է, չգիտեմ հայերեն ոնց էր, սա ծաղկանոցն է, ուղղակի հիմի բանը աշուն է, կամ գարուն է, և այստեղ ոչինչ չի, ահա երկար ծառը, ահա մյուս երկար ծառը, լսում եք թռչունների ծլվլոցը, նրանք ծառի վրա են, այսպիսի գյուղ է երազգավոր սրահ, տեսեք որքան շենքեր, տներ, բանջարանոցներ և այլն, շատ լավ գյուղ է, այստեղ կա հուշարձան, ես չգիտեմ ում պատվին կառուցվել այս հուշարձանը, երևի նկատեցիք, ահա դա հուշարձան է, ինչ-որ մեկի պատվին է կառուցված, ահա սա օրինակ բալի ծառը, և այստեղ մի փոքրիկ տնկիներ կան, այստեղ ոնց որ ասում են քարից պիսել կա է, վերևը փակ է, այստեղ պապիկը միշտ իր ընկերոջ հետ է խաղում, և այլն, դե ոնց որ ասացի, ամեն ինչ ցտեսություն, հետաքրքիր գյուղեր հաղորդում, հետաքրքիր գյուղեր